Բարի երեկո սիրելի բարեկամներ, խաղային շաբաթը շարունակվում է AFL-ի շրջանակներում եւ այսօր ձեզ հետ մեկ հանդիպում ենք դիտելու, որտեղ մրցում են միմյանց հետ Լիոնը եւ Փարիզը հետաքրքիր հանդիպում է ստացվելու։ Բարեկամներ, ֆրանսիական երկու թիմերի դիմակայություն տեսնենք ի վերջո ով լավ հանդես կգա այս խաղում, հիմա տեսնում ենք խաղը մեկնարկեց դաշտի կենտրոնից Փարիզի ֆուտբոլիստները։ Ես էլ անցնեմ թիմերի կազմերին։ Լիոն դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Ղազարյանը, համար 3 Վահգեն Աբրահամյան, համար 5 Հայկ Հակոբյան, համար 6 Էմիլ Հարությունյան, համար 8 Լյուդվիգ Աբդամյան, համար 9 Ռաֆայել Աբրահամյան, համար 10 Վաղինակ Սեթրակյան, համար 11 Տիգրան Սեթրակյան, համար 13 Ռոման Ջուլակյան եւ համար 20 Գալուստ Ղուկասյան։ Փարիզ դարպասը պաշտպանում է համար 1 Առաքել Հովանիսյանը, համար 4 Հարութ Աղազարյան, համար 5, համար 6 Ներողություն Իշխան Պողոսյան, համար 7 Դավիթ Մուսախանյան, համար 8 Արտակ Ասատրյան, համար 10 Կարո Ավակյան, համար 11 Նարեկ Քոչարյան, համար 17 Արթուր Գևորգյան եւ համար 22 Սերգեյ Հարությունյան։ Այսքանը կազմերի մասով հիմա տեսնում ենք նետում է վաստակել այստեղ Լիոնը։ Փորձում են գրով կազմակերպել։ Լակյանն է գնդակով։ Հլեցին նրանից գնդակը, Քոչարյան ձախ եզրով շարժում է առաջ, փոխանցում դեպի Ասատրյանին, Ասատրյանը ձախ եզրում է հիմա Արտակ Ասատրյան, փոխանցում կենտրոն։ Բայց ի վերջո այս փոխանցումը անհաջող էր Արտակ Ասատրյանի, Աբրահամյանը խլեց գնդակը, Դավիթ Մուսախանյան, հարվածը առաջին հարվածը տեսանք այս խաղում, անդրադարձ եղավ այնտեղ Լիոնի ֆուտբոլիստից առաջին անկյունային է հիմա կտեսնենք այս խաղի, Փարիզն է իրացնելու։ Մենք Քոչարյանն է գնդակի մոտ։ Այդ փոխանցում կատարեց դեպի Հարությունյանը, Հարությունյան երվից հարված մի փոքր շեղ էր ի վերջո Սերգեյ Հարությունյանի հարվածը, հարված կտեսնենք Արթուր Ղազարյանի պաշտպանած դարպասից։ Լիոնը 4 հանդիպում է անցկացրել այս մրցաշարում, 2 հաղթանակ, 2 պարտություն, 6 միավոր ունի իր ակտիվում, 11 գոլ խփել են Լիոնի ֆուտբոլիստները, հենց 11-ն էլ բաց թողել այս մրցաշարում, 9-րդ հորիզոնականում են գտնվում նրանք, իսկ Փարիզի տղաները այս պայն ավելի արդյունավետ են քան Լիոնը, 4 խաղից հետո 9 միավոր է վաստակել, Փարիզը 2-րդ տեղն է գտնվում մրցաշարային աղյուսակում, 3 հաղթանակ, 1 պարտություն։ Հիմա նորից տեսնում ենք Փարիզն է անցել գրոյի։ Ասատրյան լավ խաղարկում Ավակյանի հետ, նորից Արտակ Ասատրյան եւ այնտեղ խաղտել էր խաղի կանոնները ի վերջո Արտակ Ասատրյանը Լիոնի ֆուտբոլիստի հետ պայքարում։
Փարիզն էլ 14 գոլ է խփել այս մրցաշարում, 13-ը բաց թողել։ Երկու թիմերն էլ տեսնում ենք, թե գոլեր շատ են հեղինակել, թե բաց թողել հենց դարպասում հիմա կրկին Փարիզն է անցել գրոյի, տեսնում ենք ակտիվ են մի փոքր նրանք այս րոպեների ընթացքում Ներողություն Կարո Ավակյանն է հիմա կենտրոնում գնդակով Այստեղ էլ խախտում Պողոսյանի կողմից Կարծես թե երկար փոխանցում է լինելու այստեղ, տեսնենք Ռոման Ջուլակյան փոխանցում առաջ Հարությունյանն հեռացնում գնդակը Սեյթրակյանի հարվածը շեղընթացավ Բայց այստեղ գնդակը դաշտի սահմաններում Մուսախանյանը եւ կարողացավ եզրային նետում վաստակել իր թիմի համար Հարությունյան լավ գործեց այստեղ հիմա Փարիզի ֆուտբոլիստը, բայց մի փոքր ուժեղ փոխանցում կատարեց ի վերջո Տեսնում ենք չեն կարողանում Բայ գնդակը իրենց մոտ Լիոնի ֆուտբոլիստները շատ են այս րոպեներին երկու թիմերի կողմից անհաջող գործողությունները Ասյան եւ լավ գործեց այստեղ հիմա Պաշտպանվելիս Նարեկ Քոչարյանը Շակյան Գևորքյանը նրանից խլում է հիմա գնդակը Ասացյան հանգիստ պարկեց գնդակը թիմակցի հետ լավ նկատեցին աչեզրում Պողոսյանին Պողոսյան փոխանցում կենտրոն եւ այստեղ Ջուլակյանն է գնդակի տերը բայց նրանից խլեց գնդակի հիմա Դավիթ Մուսախանյանը Կրկին գնդակով Փարիզի տղաներն են, շատ մեծ առավելություններ են տարածքային Նորից ալցավ գնդակը Փարիզին Կա, Սերի, գլորի շուր Կա, գլորի Արի ոտիս ինգրի Հա, մարի, ատպինա Գլորեք Հարությունյան երկար փոխանցում դեպի Գևորքյանի ուղղությամբ, բայց կրկին ուժեղ ստացվեց Սերգեյ Հարությունյանի փոխանցումը Տեսնում ենք արագ գոլ տեղի չունեցավ այս խաղակեսում բարեկամներ, երկու թիմերն էլ դեռ վտանգավոր պահ չեն կազմակերպել այս խաղում Զգուշորեն են գործում խաղամերձում նրանք Արագ
խարկեցին այստեղ գնդակը Փարիզի տղաները, Կարո Ավագյան փոխանցում Մուսախանյանին, հրաշալի անցում Դավիթ Մուսախանյանից հարված բարձր էր։ Ի վերջո Մուսախանյանի հարվածը հրաշալի անցում կատարեց Փարիզի ֆուտբոլիստը, բայց հարվածը շատ բարձր ստացվեց։ Այստեղ գնդակին է հիմա խաղացել Արտակ Ասատյանը, մտավ Տուգանային հրապարակ, հարված Ղազարյանն է իր առաջին սեյվը կատարում այս խաղում, փրկելով իր թիմին և եզրային նետում վաստակեց այստեղ Փարիզը։ Ավագյան խարկում է Ասատյանի հետ գնդակը, հարված և այստեղ անդրադարձ եղավ ի վերջո Հակոբյանից անկյունային է վաստակել հիմա Փարիզը, տեսնում ենք այս րոպեների ընթացքում ակտիվացան նորից նրանք, փորձում են հաշվի մեջ առաջ անցնել, փոխանցում հեռացնում է գնդակը հիմա Ղազարյան, այս հարվածն էլ չստացվեց Արտակ Ասատյանի։ Կրկին սխալվում են իրենց կիսադաշտում Լիոնի տղաները։ Մուսախանյան հարված և այս անգամ շատ մոտ էր հաշիվը բացելու Դավիթ Մուսախանյանը աննշան բարձր հարվածեց դարպասից Դավիթ Մուսախանյանը, շատ առանցքային ֆուտբոլիստ է իր թիմի համար Մուսախանյանը։ Անցած մրցաշարում նշել, որ հանդես էր գալիս Բետիսի կազմում։ Երեք գնդակ է հեղինակել այս մրցաշարում այս պահին Մուսախանյանը, հիմա կրկին Փարիզն է անցել գրոյի, Ավագյան, գնդակը Ասատյանին, հեռացված է գնդակը։ Կարո Ավագյան փոխանցում կենտրոն, այս անգամ էլ Սեյեդրակյանն է հեռացնում գնդակը, նորից գնդակով կլինեն Փարիզի ֆուտբոլիստները։ Ավագյանը սխալն է փոխանցում կատարելիս, բայց Պողոսյանը շատ լավ գործեց այստեղ հիմա պաշտպանությունում, մնաց գնդակով Լիոնը, Աբրահամյան հրաշալի փոխանցում Սեյեդրակյանին, տեսնենք հիմա պահել է գնդակը դաշտի սահմաններում Վաղինակ Սեյեդրակյանը և կարողացավ իր թիմի համար եզրային նետում վաստակել։ Շարունակվում է գրող Լիոնի, անցում Հակոբյան հարված, լավ հարված կատարեց հիմա Հայկ Հակոբյանը, մի փոքր շեղ ընթացավ Լիոնի ֆուտբոլիստի հարվածը։ Լավ գրող կազմակերպեցին նրանք։ 10 րոպե անցավ բարեկամներ։ Խաղի մեկնարկից դեռ 0-ներ են մեզ մոտ։ Կրկին խլեց գնդակը, տեսնում ենք Փարիզը Լիոնից։ Այլ կարող է Լիոնը գրոել, բայց այս հարվածը թույլ ստացվեց ի վերջո Էմիլ Հարությունյանին։ Լավն փոխանցում հիմա տեսանք
Հարութ Աղազարյանից, բայց այնտեղ չակտիվացավ Արթուր Գևորգյանը։ Ալիոնի Ացելյոյի Վաղինակ Սեթրակյան փոխանցում եւ եզրափակող չեղավ ի վերջո այս փոխանցմանը Վաղինակ Սեթրակյանին։ Ջուլակյանն է սխալվում, բայց անգամ էլ անհաջող գործողություն տեսանք Փարիզի ֆուտբոլիստի կողմից, Սեթրակյանի հարվածը տեսանք, կրկին հարվածեց Վաղինակ Սեթրակյանը, այս անգամ շեղեր հարվածը, նրա առաջին հարվածից հետո նրա Հովհաննիսյանը փրկեց իր թիմին, առաջին սեյվը տեսանք այս խաղում Առաքել Հովհաննիսյանին, մեկական փրկություն արդեն երկու դարպասապահների կողմից էլ, հիմա Մուսախանյան շարժվում է առաջ, բայց այստեղ դուրս եկավ իր տեղից Արթուր Ղազարյանը և խախտեց խաղի կանոնները ի վերջո Մուսախանյանի հետ պայքարում, մի փոքր վերջին պահին հրեց նրան Լիոնի դարպասապահը, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն Փարիզի ֆուտբոլիստները, Ասատրյանն է գնդակի մոտ, մրցավարի սուլի չկա, Արտակ Ասատրյան փոխանցում և այս փոխանցմանը չհասավ Նարեկ Քոչարյանը, հարված կլինի Ղազարյանի դարպասից, Նարեկ խարկեց գնդակ այստեղ Լիոնը, երկար փոխանցում Ջուլակյանից դեպի Աբրահամյանը, բայց վերջինս գնդակը իր մոտ, հրաշալի անցում Աբրահամյան և կարողացավ անկյունային վաստակել իր թիմի համար Ռաֆայել Աբրահամյանը, փոխանցում Տուգանային հրապարակ և շատ ուժեղ փոխանցում էր վերջո Նետվում է գրոյ այստեղ Փարիզը, հրաշալի փոխանցում կարող էր ստացվել Կարո Ավագյանի կողմից, բայց Ռոման Ջուլակյանն է հրաշալի գործում պաշտպանությունում, հակառակ ուղղությամբ անկյունային կտեսնենք, Ասատրյան խարկում է գնդակը Քոչարյանի հետ, կրկին Ասատրյան և անհաջող փոխանցում վերջո կատարեց Արտակ Ասատրյանը Այսօր բացակայում է Լիոնի կազմում Մայրվից հարված տեսանք Հակոբյանից մի փոքր դժվարությամբ է որսում գնդակ այստեղ Հովհաննիսյանը Այսօր թիմից բացակայում է թիմի ռմբարկու Վարկ Բաղդասարյանը Էություն նա այս մրցաշարում 7 գոլ է հեղինակել և միայն զիջում է Պարքև Աբրահամյանի ռմբարկուների ցուցակում, կրկին Հակոբյան, բայց այս անգամ շեղ էր հարվածը Հայկ Հակոբյանի, մեկ գնդակ է ընդամենը զիջում Բաղդասարյանը,
Աբրահամյանին Մենակ է, սաղ պես չի կարում գաստե։ Գնդակով հեր։ Հեր, գնդակով հեր։ Դույս ռոմ։ Ճիշտ է, գնակ հեր։ Մայլ Ջուլակյանից հարված տեսանք։ Սոխանյան լավ թողեց գնդակը այստեղ Քոչարյանին, բայել է գնդակը վերջինս Նարեկ Քոչարյան մտավ կենտրոն, բայց շատ առաջ թողեց գնդակը ի վերջո, բայց ապահովության դեպքում այստեղ հեռացնում է գնդակը դաշտի սահմաններից դուրս Ջուլակյանը անկյունային կլինի Լեոնի դարպասին։ Անցում Տուգանային հրապարակ դուրս եկավ ի վերջո այստեղ գնդակը դաշտի սահմաններից Արիզն նույն ցանցը գրո իմ Ուսախանյան արված Ղազարյանն է փրկում իր թիմին այստեղ շատ ուժեղ հարված կատարեց Դավիթ Մուսախանյանը փրկեց իր թիմին Ղազարյանը նորից Փարիզն է գնդակով Կարո Ավագյան փոխանցում Մուսախանյանին այս անգամ բարձր է հարվածում Դավիթ Մուսախանյանը Կրկին խլեց գնդակը Փարիզը Մուսախանյան լավ խաղարկում Ավագյանի հետ նորից Մուսախանյան արված եւ հաշիվը բացված է բարեկամներ 1-0 Դավիթ Մուսախանյանը գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Դավիթ Մուսախանյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է ի վերջո տվեց այդ ճնշումը Փարիզի արդյունքը 4-րդ գնդակն է հեղինակում այս մրցաշարում Մուսախանյանը առաջին կեսի վերջնամասում կարողացավ ի վերջո առաջ անցնել հաշվի մեջ Փարիզը տեսնենք այս գոլին ինչով կպատասխանեն Լիոնի տղաները Այդքան հարվածներից հետո Մուսախանյանի այս հարվածը ստացվեց ի վերջո լավ խաղարկեցին այդ միասին գնդակը Ավագյանն ու Մուսախանյանը Ավագյանը դարձավ ասիստի հեղինակ տեսնենք փոխանցում Տուգանային հրապարակ Ղուկասյանն է հեռացնում գնդակը բայց խախտում էր այստեղ արձանագրել խաղի մրցավարը երկար փոխանցում է դեպի Ադամյանը Փորձում է անցնել գրոյի Փարիզը, երկար փոխանցում Սախանյանից եւ որսած գնդակը ի վերջո այստեղ Ղազարյանը արագ առաջ ուղարկեց, սխալվեց փոխանցում կատարելիս Ավագյան շեղեր Կարո Ավագյանի հարվածը Հարությունյանն է լավ գործում պաշտպանությունում Մուսախանյան երվից հարված շեր էր հարված Մուսախանյանի այնտեղ
Ներողություն աչ եզրում բաց էր Ասատրյանը, բայց փորձեց Մուսախանյան այս գրոյ եզրափակել Կրկին լավ են գործում պաշտպանությունում Փարիզի տղաները Ասատրյանը խլեց գնդակը և նետվում է հիմա գրոյի Փարիզը Արտակ Ասատրյան փոխանցում և չհասկացան այստեղ միմյանց Ասատրյանն ու Ավագյանը Կրկին սխալվում են հիմա Լիոնի տղաները Կարո Ավագյան լավ թողեց գնդակը Ասատրյանին Մուսախանյան հարված և մի փոքր բարձր հարվածեց Դավիթ Մուսախանյանը Պայլ է գնդակը Փարիզը իր մոտ չեն շկապում նրանք լավ պարկում Կարո Ավագյան շարժում է կենտրոնով առաջ փոխանցում այստեղ Ղուկասյանը խլում գնդակը բայց անհաջող է գործում այստեղ Սեթրակյանը հարվածը չստացվեց Արտակ Ասատրյանին Եվ վերջ բարեկամներ առաջին կեսը մեզ մոտ ավարտված է 1-0 հաշվով Դավիթ Մուսախանյանի միակ գոլի շնորհիվ Փարիզը հաղթում է Լիոնին հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Սիրելի բարեկամներ, վերադարձանք, տեսնում ենք երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ եւ առաջին կեսից հետո Դավիթ Մուսախանյանի գոլի շնորհիվ Փարիզը հաղթում է Լիոնին 1-0 հաշվով Շատ մեծ առավելությամբ անցավ առաջին կեսը Փարիզի օգտին Տեսնենք հիմա երկրորդ խաղակեսը ինչպես կանցկացնեն երկու թիմերը Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները Լիոն դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Ղազարյանը, համար 3 Բաբկեն Աբրահամյան, համար 5 Հայկ Հակոբյան, համար 6 Էմիլ Հարությունյան, համար 8 Լյուդվիկ Ադամյան, համար 9 Ռաֆայել Աբրահամյան, համար 10 Վաղինակ Սեթրակյան, 11 Տիգրան Սեթրակյանը, համար 13 Ռոման Տուլակյան եւ համար 20 Գալուստ Ղուկասյան Հարիս դարպասը պաշտպանում է համար 1 Առաքել Հովհաննիսյանը, համար 4 Հարութ Աղազարյան, համար 6 Իշխան Պողոսյան, համար 7 Դավիթ Մուսախանյան, համար 8 Արտակ Ասատրյան, համար 10 Կարո Ավագյան, համար 11 Նարեկ Քոչարյան, համար 17 Արթուր Գևորգյան եւ համար 22 Սերգեյ Հարությունյան։ Այսքանը գազմերի մասով Այստեղ վտանգավոր գործեց մի փոքր Արթուր Ղազարյանը, բայց ի վերջո գնդակը Լիոնինն է լինելու։ Լիոնը վերջին խաղը անցկացրեց Բարսելոնայի դեմ եւ պարտվեց 2-4 հաշվով։ Լավ հանդիպում անցկացրեցին այնտեղ Լիոնի տղաները, բայց ի վերջո պարտություն կրեցին։ Իսկ Փարիզը դիտարժան խաղում երկգոլ առատ հաղթեց Արարատին 6-4 հաշվով, 10 գոլ խփվեց այդ խաղում։ Լիոնն է անցել գրոյի, Սեթրակյանը հարված մի փոքր շեղերի վերջո հարվածը Վաղինակ Սեթրակյանին։
Շել է անցում հիմա Մուսախանյանից։ Այստեղ Ղուկասյանը ի վերջո լավ գործեց պաշտպանությունում։ Ղազարյան երկար փոխանցում եւ դուրս եկավ դաշտի սահմաններից ի վերջո գնդակը։ Խլեց գնդակը այստեղ Ավակյանը, Դավիթ Մուսախանյան, լավ փոխանցում հիմա կարող էր իր թիմի դարպասը գրավել այստեղ Հայկ Հակոբյանը փորձում էր հեռացնել գնդակը, բայց շատ վտանգավոր հեռացում ստացվեց, անկյունային էր վաստակել այստեղ Փարիզը, արագ խաղարկեցին գնդակը, Ասատրյան փոխանցում հետ դեպի Աղազարյանը, Աղազարյան արված, հեռացված է գնդակը եւ եզրային նետումը Փարիզին է այստեղ լինելու։ Գևորգյան ձախ եզրով շարժվում առաջ Արթուր Գևորգյանը եւ խախտում ի վերջո նրա այդ պայքարում ստանդարտ է հիմա վաստակում ձախ եզրում Փարիզը տեսնենք ինչպես կիրացնի հիմա այս ստանդարտը Դավիթ Մուսախանյանը Սուլիչը կա, տեսնենք Դավիթ Մուսախանյան հարված բարձր էր ի վերջո Մուսախանյանի հարվածը Կրկին սխալվում են Լիոնի տղաները, փոխանցում Ասատրյանը հրաշալի հարված կատարեց, բայց Փրկեց իր թիմին հիմա Ղազարյանը, երկար նետում, լավ փոխանցում դեպի Աբրահամյանը, Ռաֆայել Աբրահամյանը հարված եւ շեղ էր Աբրահամյանի հարվածը։ Տեսնում ենք այս խաղակեսում էլ չեղավ արագ գոլ մեզ մոտ բարեկամներ, բայց հետաքրքիր է ընթանում այս կեսը, հարված կրկին Աբրահամյանի կողմից, երկու թիմերից էլ հարվածներ ենք տեսնում այս րոպեների ընթացքում։ Engel 1-0-ya haqçıq engel. Շատ հանգիստ անցավ իրենց Իսադաշտը։ Փարիզը լավ փոխանցում դեպի Ավակյանը, փոխանցում, բայց գնդակի մոտ Արտակ Ասատրյանը թողնում է հիմա գնդակը։ Հիմակցին երվից հարված եւ մի փոքր շեղ էր ի վերջո Գևորգյանի հարվածը։ Սեյթրակյան եւ խախտում կենտրոնում Սեյթրակյանի այդ պայքարում երկար փոխանցում է կարծես թե լինելու Սեյթրակյանի կողմից, տեսնենք Մրցավարի Սուլիչը կա, Վաղինակ Սեյթրակյան, բայց հարվածեց եւ հեռացնում է հիմա գնդակը բռունցքներով այստեղ Արաքել Հովանիսյանը
Անկյունային է վաստակել Լիոնը այստեղ։ Հարությունյան փոխանցում Տիգրանին հրապարակ հարված։ Փոքր բարձր էր Հակոբյանի հարվածը ի վերջո։ Ասատրյան պայլ է գնդակը իր թիմի մոտ, Պողոսյան հետ հարկում և այստեղ եզրային նետում է հաստակում Պողոսյանը իր թիմի համար Ավակ Գևորգյան ներողություն փոխանցում և հանաջող էր Արթուր Գևորգյանի փոխանցումը Գնդակը դեռ օթում է, տեսնում ենք, բայց ի վերջո հեռացրեց գնդակ այստեղ Հարությունյանը, երվից հարված, կրկին շեղը հարվածում Հայկ Հակոբյանը, 10 րոպե անցավ երկրորդ խաղակեսից բարեկամներ, դեռ փոփոխություն չկա հաշվի մեջ Մուսախանյանի գոլի շնորհիվ Փարիզը հաղթում է 1-0 հաշվով, Ավագյան շարժվեց առաջ, Կարո Ավագյան, բայց այս անցումը չստացվեց Փարիզի ֆուտբոլիստի Հիմա Լիոնն է փորձում դրո կազմակերպել Հարությունյանը թողեց գնդակը Սեդրակյանին, հարված կատարեց ուղիղ Հարությունյանի վրա Ստեղ ձերքով խաղաց հիմա լավինակ Սեդրակյանը Փոխանցում Զախ Մուսախանյանին, բայց վերջինիս փոխանցումը չստացվեց Ստեղ Լեոնի գրոջ չստացվեց ի վերջո բարեկամներ Պայլ է գնդակի իր մոտ Լիոնը, Լուլակյանի երկար փոխանցում, ծարը կորսեց գնդակի հիմա Լիոնը, Մուսախանյան արված, փրկեց իր թիմին, Ազարյանը, Պետրակյան և խաղթում նրա այդ պայքարում, Սեդրակյան այս հարվածը շեղերի վերջով Աղինակ Սեդրակյանի լավ փոխանցում հիմա տեսանք Հովհաննիսյանից դեպի Մուսախանյանը, լավ խաղարկումներ Ասատրյանն նետվում է առաջ Արտակ Ասատրյանը, բայց իր մոտ գնդակը Բայց այստեղ Ջուլակյանն է հիմա լավ գործում պաշտպանությունում
Կրկին խլեց գնդակը Ասատյանը եւ անկյունային է վաստակում իր թիմի համար։ Տեսնենք այս անկյունայինը։ Ասատրյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ հեռացված է գնդակը։ Աղազարյան երվից կրակոց, բայց շատ չէ հարվածեց Աղազարյանը։ Լեոնն է անցել գրոյի, Հակոբյան, խանցում Աչեզեր Ադամյանին և ի վերջո եզրային նետում վաստակեց այստեղ Լեոնը։ Երկար նետում Ադամյանի կողմից կլինի։ Սեթրակյանը Աչեզրով շարժում է առաջ վաղնեք Սեթրակյանը, բայց անաջող փոխանցում։ Արագ նետեց գնդակը Հովանեսյանը և նետվում է հիմա գրոյի Փարիզը Ավակյան։ Քոչարյանի հետ խաղարկեց գնդակը հիմա Ավակյանը։ Շարունակում է այստեղ հանդիպումը, մի փոքր դադար եղավ, տեսնում ենք։ Ասատրյան արված, լավ արված կատարեց Արտակ Ասատրյանը։ Կրկին Փարիզն էր փորձում այստեղ գրովել։ Նետում այստեղ Լեոնինն է լինելու։ Սեթրակյանը շարժվում է առաջ, փոխանցում Վարինակ Սեթրակյանին, արված Հարությունյանն է փակում այս արվածի ճանապարհը եւ անկյունային կտեսնենք Փարիզի դարպասին։ Հապուկ փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացնում է գնդակը այստեղ Հարությունյանը։ Անաջող գործողություն Տիգրան Սեթրակյանից։ Արտակ Ասատրյան պայծ գնդակի վերջո ոչ, առաջ թողեց գնդակը Արտակ Ասատրյանը։ Նորից Սեթրակյանն է սխալվում, Դավիթ Մուսախանյան արված և գոլ կրկնապատկում է իր առավելությունը, Փարիզը դուբլ է գրանցում իր հաշվին Դավիթ Մուսախանյանը,
Դավիթ Մուսախանյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Փարիզը։ Տեսնում ենք դուբլ գրանցեց իր հաշվին։ Մուսախանյանը 5-րդ գնդակն է հեղինակում այս մրցաշարում։ Դավիթ Մուսախանյանը արդեն 2 գոլի առավելություն է ստանում այս խաղում։ Փարիզը հիմա տեսնում ենք վտանգավոր դիրքում Լիոնը Դուգանային է վաստակել։ Կրկին տեսնում ենք այս անգամ էլ երկրորդ քաղաքեսի խաղավերջում կարողացավ աչքի ընկնել Դավիթ Մուսախանյանը, հիմա տեսնենք այս Դուգանայինը Լիոնի, ինչպես կիրացնեն, Սեթրակյանը, թե Հարությունյանը կհարվածի, ասուլի չկա, Հարությունյանը արված, վտանգավոր էր հարվածը, բայց շեղընթացավ ի վերջո, Էմիլ Հարությունյանի հարվածը, Հիմա մի փոքր ավելի հանգիստ կգործեն վերջին 5 րոպեների ընթացքում Փարիզի տղաները լավ փոխանցում Աղազարյանից եւ դուրս եկավ իր տեղից հիմա Աղազարյանը, բայց կարծես թե ձեռքով է խաղացել հիմա Դուգանային հրապարակից դուրս այստեղ Արթուր Ղազարյանը և հիմա էլ Դուգանային է վաստակում Փարիզը Դեղին քարտ տեսնում ենք Արտակ Ասատրյանին, այստեղ վիճում է այս դրվագի համար մրցավարի հետ տեսնենք այս ստանդարտը Փարիզի, սուլի չկա Նարեկ Աղազարյան Հարված, ուղիղ պատին հարված շապարեց Աղազարյանը, հիմա լերվից հարվածում է Հարությունյանը, բայց խաղի մրցավարին հարվածեց Սերգեյ Հարությունյանը խանգարեց մի փոքր այստեղ Հարությունյանի խաղի մրցավարը Շարունակվում է մնալ գնդակով Փարիզը, Ասատրյան հարված դարպասածողն է պրկում հիմա Լիոնին երկրորդ հարվածը Մուսախանյանի պրկեց Ղազարյանը, կրկին Մուսախանյանը հարված այս անգամ պատին է դիպչում գնդակը, հիմա էլ Ավակյանն է գնդակով, Կարո Ավակյան թողեց գնդակը Հարությունյանի ներվից կրակոց բարձր էր այս անգամ Սերգեյ Հարությունյանի հարվածը տեսանք, մի քանի հարված այս դրվագում հիմա Փարիզի ֆուտբոլիստների կողմից կարող էին վերջնականապես այս խաղի ելքը վճռել նրանք, բայց չստացվեց այս անգամ արդյունքի հասնել նրանց հիմա Լիոնն է գնդակով փորձում է գրով կազմակերպել երկար փոխանցում Ղուկասյան բայց գնդակը դաշտի սահմաններում Հարությունյանը Դուգանային հրապարակ Ղուկասյան եւ գոլ կրճատված է հանդիպման հաշիվը գալուց Ղուկասյան 2-1 Գալուց Ղուկասյան 2-1 կրճատում է հանդիպան հաշիվը Լիոնը նորից նետվում է Լիոնը գրոյի Սեթրակյանի հարված այստեղ փակեցին կփորձի վերջին րոպեներին այստեղ Լիոնը հավասարեցնել հանդիպան հաշիվը եզրային նետում է վաստակել այստեղ Լիոնը
Երկար նետում, Լուկասյանն է տեսնում եք լուգանայիների մատույցներում Փարիզի, հեռացնում են գնդակը այստեղ Փարիզի տղաները, հիմա հերթը Լիոնինն է, կարծես թե վերջին րոպեներն են ընթանում մեզ մոտ, Աղազարյանն է այստեղ սխալվում, Արինակ Սետրակյան, հարված և Հովանիսյանն է պրկում հիմա էլ իր թիմին, շատ կարևոր փրկություն հիմա Առաքել Հովանիսյանի կողմից, այստեղ էլ հակագրոյի չկարողացավ նետվել Փարիզը, կրկին երկար փոխանցում Արությունյան, եզրային նետում վաստակեց այստեղ հիմա Լիոնը, կրկին երկար նետում ենք տեսնելու, Ավակյանը խլեց գնդակը հիմա, Կարո Ավակյան, փոխանցում առաջ դեպի Ասատրյանը, հացնում է գնդակը այստեղ Ղազարյանը, բայլ է գնդակը իր մոտ Փարիզը, Գևորգյան, եզրային նետում այստեղ Լիոնի օգտին, նետեցին եզրային նետում Լիոնի տղաները, կրկին Լիոնը անցավ գրոյի, Հակոբյան և Ասատրյանն է հեռացնում նրանից խլում գնդակը ներողություն, նետվում առաջ փոխանցում Մուսախանյանին, հրաշալի անցում, Մուսախանյան այստեղ Ռոման Ջուլակյանն է խախտում խաղայկանները վտանգավոր դիրքում, հիմա վերջին րոպեին Տուգանային է վաստակել այստեղ Փարիզը, Ասատրյանն ու Մուսախանյանն են գնդակի մոտ, տեսնենք ով կհարվածի ի վերջո, թողեց գնդակը Ասատրյանը Մուսախանյանին, հաստիքային իրացնողներից մեկն է Տուգանայիները իր կազմում, Սուլիչը կա, Մուսախանյան արված պրկեց իր թիմի Ղազարյանը այստեղ, և այստեղ բախում հիմա տեղ ունեցավ Ղազարյանի և Մուսախանյանի միջև և վերջ բարեկամներ, հանդիպումն ավարտված է ի վերջո, 2-1 հաշվով Փարիզը հաղթում է Լիոնին, հետաքրքիր հանդիպում ստացվեց բարեկամներ, 3 միավոր է վաստակում այսօրվա խաղում Փարիզը և երկրորդ հորիզոնականը պահպանում, ընդամենը 1 միավորով է զիջում Ֆլամենգոին, այսքանն ենք պատրաստել ձեզ համար բարեկամներ այսօրվա համար, բարի գիշեր և ամենայն բարիք։